Բարիձիս հարազատներս, այսօր ուզում եմ մի քիչ խոսել արժեքների մասին ու պատասխանատվության զգացման մասին, որ դա շատ կարևոր է ամեն մեկս մեզ համար հստակ իմանանք մեր արժեքները որն են, փորագրված լինեն մեր ներսում ու նոր կարող եք լսել արդեն տարբեր քարոզիչների եւ այլն, որովհետեւ հիմա շատ են սխալ բաներ խոսացողներ, ամեն տուն մտնելուց տեսնում եմ հայրս մի քաղաքական մի վերլուծաբան է երևի դրան է լսում ու ասում եմ ինքը ում կողմից է, ասում եմ ինքն էլ չի որոշել ում կողմից է ու շատ կան, որ մեկ էս կողմից են խոսում, մեկ են կողմից են խոսում, մարդկանց ավելի շատ խճճացնում, դժվար է ամեն ինչի մեջից հասկանալ ճիշտը որն է, ճիշտը կհասկանաս միայն այն դեպքում, երբ որ դու ներսում ունես ներսիդ մեջ փորագրված անսասան արժեքներ, արդեն ասել եմ իմ անսասան արժեքները դա հողն է ու հայ առաքելական եկեղեցին, եթե տեսնում եմ մի մարդու լսում եմ ինքը կպավ կամ հողին կամ առաքելական եկեղեցում, ուրեմն դա ջնջված, բլոկված անձնավորություն։ Առաջներում կռվի մեջ էի մտնում, ինչ բացատրում եմ, հիմա չէ, հիմա արդեն հասկացա, որ չէ, նյարդային համակարգս լրիվ հյուծեցին, ամբողջությամբ էլ բան չի մնացել, թելի վրա կախված է, ու մի անգամից բլոկում եմ, գնաց ու շատ հանգիստ եմ լինում, շատ կարևոր է։ Այդ ձեր անսասան արժեքներից կհասկանաք ում հետևեք, դա է կարևորը ու մեկ էլ պատասխանատվության զգացումը, որ ամեն մեկս ունենանք։ Շատ մարդիկ կան, որ գրում են իմ կոմենտների մեջ, որ ոչ ես մի կողմից ենք, ոչ այն մի կողմից ենք, մենք ինչ-որ հայամետ ենք, այսպիսի բան չկա, դու պատասխանատու ես, այս ամեն ինչ կատարվում է, բոլորս պատասխանատու ենք, ոչ որ Աստված գա չի ասելու, գիտես, ոչ ես կարող Աստծուն ասես, գիտես, նախկիններն էին մեղավոր ռուսներ, այ ես նստած, ռուսը եկավ Արցախը տարավ, այ ես հենց ոչխարի չգիտեմ ինչ էի նստած, եկան Կիրանցը տարան, եկան ջերմուկը տարան ու դե հիմա ինչ անեմ, ես մեր սրանք շիզոֆրենիկ են, նախկինները վատեր են, տենց չեք կարալու ասեք, ժողովուրդ ջան, դու ինչ ես արել, քո պատասխանատվությունը ինչումն էր։ Ու այսօր ընկերուս հետ եմ խոսում, ասում եմ, չեմ հասկանում ոնց ա եղել, որ ես այսպեսին եմ դարել։ Որ հետաքրքիր է, որ ես 11 տարի ռուսական դպրոց եմ գնացել, 0 դասարանից սկսած ու ռուսական դպրոցը ոչ մի հայրենասիրություն, ոչ մի հայոց գրականություն, ոչ մի հայոց պատմություն նորմալ չեն դասավանդել մերում որ հաստատ։ Դրանից հետո 21 տարի Մոսկվայում, ես որտեղից եմ սենց անընդհատ այս հողի կռիվը անում, ոնց որ զգում եմ, որ ինչ-որ մի բան այն չի։ Ու նոր հիշեցի, որ ոնց է եղել պատերազմի ժամանակ, երբ որ արդեն մենք հասկացանք, որ չենք հաղթում, դե այն ժամանակ հաղթելու ենք, որ անցավ, ու հասկացանք, որ արդեն չէ, տղաները գնում են ու զոհվում են, մի տղա են ցույց տալիս, որ ինքնակամ գնում է պատերազմի ու գլուխը բարձր ու ասում է, որ ու ինքնակամ գնում է, գիտի, որ գնում է զոհվելու, ու ասում է, որ 30 միլիոնը հարձակվել է 3 միլիոնի, մենք արդեն հաղթել ենք։ Մեջս լրիվ ուրիշ, չգիտեմ, ոնց թվում է օրգաններից տեղը փոխվեց այդ օրը։ Լրիվ ուրիշ հեղաշրջում եղավ ներսում։ Ու այդ տղան տեսա, որ ինձանից 2 անգամ տարիքով փոքր է։ Ու այդ հասել այդ մեծագույն արժեքներին ու ես հələ ինչ-որ օթերի մեջ։ Շատ կարևոր է ճիշտ մարդկանց լսենք, ճիշտ մարդկանց հետ շփվենք, որ ճիշտը միշտ մնա ճիշտ, որովհետև ամեն ինչի համար պատասխանատու ենք, չի լինելու որ գանում ես մենք չկարող ասեն մեզանից դա չուզեն, չասեն որ դու ես հողը ուր գնաց, պետությունը ինչի չունես եւ այլն։ Շատ կարևոր է։ Այնպես որ արժեքները, պատասխանատվության զգացողությունը, իրոք ես 35,000 հետևորդը սա մի նոր պատասխանատվություն է, առաջել եմ միշտ սոցցանցերում եմ եղել, սոցցանցեր ինչ են արել են ես մեջից դուրս չեմ եկել, շատ լավ, սկզբից շատ լավ բան ունեի, էջ ունեի, որը բլոկվեց, ինչ-որ խնդիր առաջացավ, փակվեց այդ բլոկը, չկարողացա այդ բլոկը հանեմ, նոր էջ ստիպված բացեցի ու երևի մի 7 տարի առաջ, չեմ անգարի տարի, 10 տարի առաջ, արդեն թվերն եմ մոռացել որ ժամանակներից ու առաջ մի 1000 հետևորդ ունեի, որից 100-ը կարդում էին ինչ գրում եմ, դրանից 10-ը լայք էին դնում, գիտեի, որ այս 10-ը ինձ համար
արժեքավոր մարդիկ են, իրենց կարծիքը ինձ համար շատ մեծ արժեք ունի։ Հիմա 35,000-են, ես չեմ ճանաչում ոչ մեկի, բայց պատասխանատվություն է, նորից ասեմ, որ սա գումարով չեն այս բաներ հետևորդները եկել, որ գումար տամ, Ռուսաստանից բացված էջ է, որ ոչ մի ֆինանսական գործարք չես կարող անես այս Facebook-ում, Instagram-ում, որ գումար տաս տեսահոլովակ պտտացնես եւ այլն, ու գուցե սա է նույնպես էլի պատասխանատվություն է, որ անպայման ես իմ կարծիքով ասեմ, իմ ընտրությունն ասեմ, եթե դա ինչ-որ մեկի կօգնի, մեծ գործ արած կլինի։ Մեծ հույսերով կհանդիպենք նորից, բարի օր բոլորիդ։